Լուկաս 16 Անիրավ տնտեսի առակը։ Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան և ասաց. այս ինչ եմ լսում քո մասին, տուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող։ Տնտեսը իր մտքում ասաց. ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունս ինձնից վերցնում է։ Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրից մեկ առ մեկ իր մոտ կանչելով, առաջինին ասում է. իմ տիրոջը ինչքան պարտք ունես, և սա ասում է. 100 տակառիկ ձեթ։ Եվ տնտեսը նրան ասում է. առ քո մուրհակը և նստիր ու անմիջապես գրիր 50։ Ապա դարձյալ մյուսին ասում է. դու ինչքան պարտք ունես, և սա ասաց. 500 պարկ ցորեն։ Տնտեսը նրան ասաց. առ քո մուրհակը և նստիր ու գրիր 400։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Դրամի խելացի օգտագործումը։ Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է։ Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ով կվստահի ճշմարիտը, և եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ով կտա ձեզ։ Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի, կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարի։ Չեք կարող և Աստծուն ծառայել, և մամոնային։ Ընդդեմ արծաթասեր փարիսեցիների։ Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասեր էին։ Եվ նրանց ասաց. դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե, որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։ Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն էին, այնուհետև ավետարանվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն։ Ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրն անցնեն, քան թե օրենքից մեկ նշանախեց ընկնի։ Ով որ իր կնոջն արձակում է և մի ուրիշին առնում, շնանում է, իսկ ով որ արձակվածին է առնում, շնանում է։ Աղքատ Ղազարոսի առակը։ Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհես ու ծիրանի էր հագնում, և ամեն օր առատապես ուրախություն էր անում։ Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ, վերքերով ծածկված, և ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից։ Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը։ Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան
Աբրահամի գոգը։ Մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց, և դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ նրա գրկում, հանգստացած։ Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հայր Աբրահամ, ողորմիր ինձ և ուղարկիր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»։ Եվ Աբրահամը նրան ասաց. «Որդյակ, հիշիր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ չարչարանքները։ Այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես։ Եվ այս բոլորից բացի մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա, ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել»։ Մեծահարուստն ասաց. «Արդ աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես 5 եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»։ Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես և մարգարեներ, թող նրանց լսեն»։ Եվ նա ասաց. «Ոչ, հայր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»։ Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն»։